Պարոն Բեգոյան, Լսում եմ ձեզ, պարոն քաղաքապետ։ ասում են, որ դուք ծառեր եք կտրում։ Մենք պատասխանեմ, պարոն Կուսակուրաներ եք տնկում, ամենուր եք։ Պարոն քաղաքապետ, ցավոք սրտի այնտեղ դեռ այդ ինչ ծառեր, որ կտրել ենք դիմացի հատվածում մի քանիսը մնացել են, դրանք թեղիներ են, կարող են տեսնել, թե ինչ ծառեր են կտրում։ Պարոն քաղաքապետ, միշտ էլ այդտեղ մենք բազմաթիվ գրություններ ենք ստացել արկային կառավարության շենքի կողքերով եւ վիետնամացով Մելիք Ադամյան փողոցում շատ խիստ վթարային ծեր փտած հիվանդ թեղի տեսակի ծառատեսակներ, որոնք դեռևս 22 թվականից ներառված էին ծրագրի մեջ փոխարինման համար եւ արդյունքում այդ փողոցում երկու օրվա ընթացքում մեզ հաջողվել է բերել ջրագիծ, անցկացնել բոլորովին նոր ռոռոկման համակարգ, հեռացվել է 59 թեղի տեսակի, նորից եմ կրկնում, ծեր, փտած, գրեթե սաղարթ չձևավորող, ուրեմն ծառատեսակներ, այդ 59-ի փոխարեն տնկվել է 82 կատալպա գնդաձև ծառատեսակ, որոնք իրենց չափսերով ավելի մեծ են, քան տնկվել են Թումանյան փողոցում օրինակ, սրանք մոտ 15 տարեկան ծառեր են, կարծում եմ հենց այս տարի այդ որ անընդհատ աղաղակվում է այդ ստվերի հարցը, այդ ծառերը կունենան բավականին ստվեր, ինչ վերաբերվում է դրանց գնդաձևությանը, մենք կարծում ենք, որ ինչպես կառավարության շենքի կամ հանրապետության հրապարակի ամբողջ տարածքում է ուրեմն գնդաձև ծառատեսակներ տնկվել հատուկ, որպեսզի չփակվի այդ ճարտարապետական կոթողների արտաքին տեսքերը, այնպես էլ այդ շենքերը գեղեցիկ են նաև իրենց կողքերից եւ վիետնամասից, հետեւաբար նույն մոտեցումը ցուցաբերվել է նաև կառավարության շենքի ամբողջ հարող տարածքով։ Պարոն Բեգոյան, ես մի քանի բան կարդամ, դուք խնդրում եմ մեկնաբանեք, էլի, որովհետև օրինակ Facebook-յան մի հրապարակման մեջ, որի մեջով դրվել է, մենք ասել ենք, որ մենք վերջին 3 տարվա ընթացքում 45.8 հեկտար նոր կանաչ տարածք ենք ստեղծել Երևան քաղաքում, տնկել են 20,000 նոր ծառ Երևանում եւ կոնկրետ նաև նշել ենք որոշ բան։ Ես ուզում եմ մեկնաբանությունները կարդալ եւ ակնկալում եմ ձեր մեկնաբանությունները դրա հետ կապված։ Մասնավորապես Գինոսյան Հայկը գրել է. «Այս որտեղ եք տնկել, երկիրը այդքան տարածք չունի»։ Պատասխանեմ։ Խնդրեմ։ Ես ամեն մանր չեմ կարող պատասխանել, բայց խոշորները պատասխանեմ։ Գինոսյան Հայկին կխնդրեմ այցելել Եռաբլուր Պանթեոնին հարող լանջեր, որը նաև հարում է Միասնիկյան պողոտային և Իսակը պողոտային և այս կողմից, որ փողոցն է, որ Մալացիայից գալիս Սեբաստիա պողոտային, 15 հեկտար տարածքում տնկվել է քաղաքային ուրբան անտառ, օգտագործվել են նաև շատ պտղատուներ, հիմնականում ծիրանենիներ, դրանք այս պահին, որտեղ ինձ ուղարկել են այդ նկարները, այս պահին շատ գեղեցիկ ծաղկման փուլում են եւ Գինոսյան Հայկը կարծում եմ կհիանա, եթե այցելի այդ վայր այդ ծաղկման փուլներ կտեսնի եւ կվայելի։ Այնուհետեւ մարզամերգային համալիրի մուտքին հարող աջ եւ ձախ կողմերում նույնպես հիմնվել է ուրբան անտառ, այդտեղ Երևանի քաղաքապետարանին պատկանող 8.5 հեկտար հողատարածքի վրա։ Մնացած հողատարածքները ուզում եմ նշել, որ պատկանում է այլ գերատեսչության եւ չի գտնվում Երևանի քաղաքապետարանի տիրույթում, հետեւաբար մենք որպես Երևանի քաղաքապետարանի կառույց այսպես իրավունք էլ չունենք այդ ծառատեսակները ինչը ձեռք է բերում Երևան քաղաքը կամ մենք ենք աճեցնում տնկենք այլ գերատեսչությունների
տարածքներում, այսպես ասած, առանց Պարոն քաղաքապետարանի։ Բեգոյան, կարճ, որտեղ այս 45-8 հեկտարը։ Կարճ։ Համալիրի մոտ, ուրեմն 8.5 եռաբլուր 15 հեկտար, հաղթանակ զբոսայգուն հարող լանջեր եւ մինչեւ այդպես որ իջնում է գյուղ ակադեմիայի դիմացի մասը, եթե չեմ սխալվում, այդ հատվածում մոտ 5 հեկտար, օրենք Նորքի երբեմնի այգիները, որը վերջերս տնկեցինք, 7 հեկտար, ունենք 1 հեկտար Ավանվարչական շրջանի լանջերը, այդ հիմնական փողոցին հարող 1 հեկտար այդտեղ ունենք, մոտ 1 հեկտար նույնպես վերջերս ոնց էր կոչվում 6-րդ մասիվում դուք եք ներկա եղել նոր շենքերի Լյուքսեմբուրգ փողոցին հարող տարածքում ունենք այսպես եւ ունենք ագրոանտար դա ուրեմն Փարոսի բլուրն է, որը ամբողջությամբ դեռ մի 4-5 հեկտար մնացել է, ամբողջությամբ պատված է պտղատու ծառատեսակներով, որը իր մեջ պարունակում է նաև սոցիալական բաղադրիչ, այդտեղ հիմնականում սալորենիներ եւ ուրեմն ծիրանենիներ են տնկված, բայց կան նաև խնձորենիներ, տանձենիներ եւ այսպես շարունակ այդպես